Սիրելի խոյեր, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն։ Այսօր 29 մայիսի մոռացությամբ Յուպիտերի օրն է, իհարկե շատ լավ է, որ դες բաժին ընկավ Յուպիտերը եւ այսօր ես կարծես է ավանդույթ է դարձել, որ ձեր նշանով փակում ենք, ավարտում ենք կենթանագետի նշանների համար կանխատեսումը հունիս ամսվա եւ այդպես Սիրելի խոյեր, բայց քանի որ խոյերը շատ նեղվում են, ես կփորձեմ մանրամասնել Ահա, սիրելի խոյեր, ինչ ունենք հունիս ամսին, լիա լուսին, նորը լուսին եւ արևը կփոխի նշանը բնականաբար դրանք միշտ կան եւ կան, Յուպիտերը, Վեներան, Մերկուրին եւ ձեր մոլորակ Մարսը կփոխի իր նշանը, իհարկե գիտեք, ինքը գտնվում է առուծի նշանում, այսինքն մինչև հունիսի 17-ը գտնվելու է առուծի նշանում եւ դա շատ լավ է ձեզ համար, որովհետեւ ձեր մոլորակը բավականին ակտիվ է նախորդ իհարկե խեցգետնի նշանում, երբ ինքը հետընթաց էր եւ բերեց շատերի մոտ խնդիրներ, դժվարություններ եւ այլն, չմանրամասնամ հասկանալի է եւ հիմա ինքը ձեզ համար շատ հարմար ժամանակ է, որպեսզի դուք որոշակի գործեր կարողանաք հասցնել եւ ինքը կփոխի իր նշանը եւ արդեն կտեղավորվի հողի նշանում, իսկ դա ինչ կբերի ձեզ, ես իհարկե կմանրամասնեմ եւ այսպես սկսենք Վեներայից, որը ձեր նշանում էր եւ ինքը կմտնի ցուլի նշան մինչև հուլիսի 4-ը ինքը կլինի ցուլի նշանում Վեներան ձեր նշանում առանձնապես լավ չէր զգում իրեն խոյերը իրենց նշանում մասնավորապես ասցենդենտով խոյերը որտեղ հիմնականում արտաքինին է վերաբերվում բոլոր դեպքերում ստիպեց խոյերին Վեներան որպեսզի ինչ որ փոփոխություն մտցնեն կամ էլ իրենք ստիպեցին Վեներային որ Վեներան լռի եւ այդպես ձայն չհանի իրենք չեն ուզում փոփոխություն մտցնել իրենց արտաքինում, իրենց գեստապահարանում եւ ընդհանրապես հիմա թե ով ում լրացրեց, դուք դա շատ ավելի լավ կիմանաք եւ հիմա ինքը դուրս է գալիս ձեր նշանից եւ կտեղավորվի ցուլի նշանում, դա իր նշանն է, իր տունը, իր նշանը ինքը այդպես շատ շքեղ, շատ լավ է իրեն զգում եւ բնականաբար ֆինանսներին է վերաբերվում, այստեղ կարծում եմ ֆինանսներ, աշխատանքի հետ կապված եւ այլն, իհարկե, եթե լավ ձեր անձնական քարտեզում ունենաք լավ էներգիան կուտակվի, այդ դեպքում այդպես հաջողություն կունենաք այդ երկու բնագավառում էլ եւ աշխատանք կունենաք եւ ֆինանսներ, բոլոր դեպքերում իսկ եթե ձեր անձնական քարտեզում լարվածություն է, այդ դեպքում արդեն հնարավոր է որ գումար ծախսեք այսպես բոլոր դեպքերում ինքը ինչ էլ որ լինի գումար է բերում Վեներան, այնպես որ ես կարծում եմ դուք գոհ կլինեք եւ այսպես հունիսի 9-ին Մերկուրին կփոխի իր նշանը ինքը գտնվում էր ձեր դեպքում փաստորեն գտնվում էր երկվորյակի նշանում նորից իր տանը իր նշանում հիասքանչ էր այստեղ հարաբերությունները հանդիպումները ամեն ինչ լավ էր ձեզ համար ինչեւ հիմա ինքը կմտնի խեցգետնի նշան եւ այնտեղ է մնալու մինչեւ հունիսի 25 բնականաբար այստեղ կլինեն խոսակցություններ ընտանիքի ներսում ընտանիքի թեմայով բնակարանի թեմայով հիմնականում կլինեն խոսակցությունները եւ գիտեք մասնավորապես հունիսի ուզում եմ տեսեք ձեզ համար նշել որ հունիսի այդպես 10-ից տրանզիտներն են թերևս կարող է սա ձեզ համար այդպես դուք չզգաք բայց բոլոր դեպքերում ասեմ որ տրանզիտներում այդպես 9-ից 10-ից սկսված հնարավոր են որոշակի անհամաձայնություններ կամ այնպիսի ինֆորմացիա որը ձեզ չգոհացնի բոլոր դեպքերում հունիսի կեսերին այստեղ բնակարանի ընտանիքի թեման, նաև արտերկրի թեման ինչու ոչ ձեզ բավականին կանհանգստացնի, որովհետև դուք այդպես անորոշության մեջ եք, չգիտեք ուր գնալ, ինչ անել, ինչպես անել եւ կարծես թե մութ է ձեզ համար ձեր ապագան։ Գիտեք, ցանկացած տարիքում մեկը կարող է ինչ-որ միտեղ գնալ սովորել, ասենք, չգիտի որտեղ գնա, ասենք եթե հնարավորություն է արտերկիր գնալու կամ ընդհանրապես եթե ինքը
ուրեմն պետք է սովորի որտեղ սովորել, ինչպես է լինելու, ասենք իր ապագան եւ այլն, այսպիսի հարցեր կան, որ ուրեմն խոյերին իհարկե տարբեր տարիքի կարող է անհանգստացնել եւ իրենք ընտանիքով ուրեմն կքննարկեն այդ հարցը։ Հաջորդ օրը 10-ին Յուպիտերը կմտնի Խեցգետնի նշան, նորից ընտանեկան թեման է ձեզ մոտ եւ այստեղ ինքը նշեն, որ մնալու է 1 տարի, Յուպիտերը յուրաքանչյուր նշանում մնում է 1 տարի եւ հիմա ինքը ձեր ուրեմն ընտանեկան թեմային է վերադառնալու։ Եթե ինչ-որ այդպես հարցեր կան, միտեղ կարող է լինել ընտանիքի ավելացում, սովորաբար Յուպիտերը ինքը ավելի շատացնում է կամ այստեղ հնարավոր որ ընտանիքով գնան արտերկիր կամ արտերկրից ինչ-որ հյուրեր գան եւ այլն, այսպիսի իրադարձություններ կլինեն եւ իհարկե բնակարանի թեման բնակարանի կամ ապրելավայրի ժամանակավոր, եթե ապրում եք որտեղ եք ապրելու եւ այլն, եւ արտերկիր մեկնելու թեման եւս ուրեմն ակտիվ է լինելու։ Ահա, այնուհետև հաջորդ իսկ օրը 11-ին հունիսի տեղի կունենա լիալուսինը Հայաստանի ժամանակով 11:43 լուսինը կտեղավորվի աղեղնավորի նշանում հակադրվելով արևին 21 աստիճանում։ Ահա, լուսինը աղեղնավորի նշանում, գիտեք, մեծ հաշվով կրակի նշան է դա ձեզ համար լավ է, երևի թե հատկապես այստեղ արտերկրի հետ կապված եւ նշանով եւ տան առումով կապված է արտերկրի հետ մեծամասամբ, ոմանց մոտ դատական թեմաները դա կարող է լինել, ոմանց մոտ ամուսնական անձնական թեմաները, ոմանց մոտ զբոսաշրջության ուրեմն թեմաները կարող են լինել, որ իրենց համար արդեն པարզ կլինի մինչև հունիսի կեսերը իրենց անելիքները մեկնում են այնտեղ սովորելու, ապրելու եւ այլն, այսպիսի հարցեր կառաջանան կամ դատական հարցեր են ասացի կամ եւ այլն, ինչ որ ես թվարկեցի, միգուցե ոմանց համար արդեն դա པարզ է, ոմանց էլ ուրեմն ոմանք էլ դեռևս կսպասեն եւս մի քանի օր, ինչեւ մինչեւ հունիսի 11-ը այդ բոլոր հարցերի պատասխանները դուք կստանաք եւ լրացուցիչ ուղակի որ չի մտնում հունիս ամսվա ուրեմն կանխատեսման մեջ ես ձեզ ասեմ որ ուրեմն սիրելի խոյեր պետք է ուշադիր լինեք ֆինանսների հետ կապված մասնավորապես վարկեր եք վերցնում պարտքեր եք տալիս եւ այլն, այս հարցերում եղեք զգույշ, որովհետեւ հնարավոր է, որ ֆինանսական դժվարություններ դուք չկարողանաք վճարել կամ ֆինանսական դժվարություններ ունենաք, ավելի կախվածություն դա առաջացնի ձեզ, այնպես որ շատ ուշադիր եղեք նման քայլերի գնալիս եւ ընդհանրապես հարցեր կան, որ ձեզ այդպես շատ կարեւոր է ֆինանսները, այնպես որ ճիշտ օգտագործեք այդ ամենը ճիշտ բաշխեք, որպեսզի հետագայում խնդիր չունենաք։ Եվ այսպես 17-ին ձեր մոլորակը Մարսը կմտնի կույսի նշան եւ այնտեղ կմնա մինչեւ օգոստոսի 6-ը 17-ը ուրեմն հունիսից մինչեւ 6-ը օգոստոսի, ահա ձեր մոլորակն է, ես ասացի, քանի դեռ ինքը կրակի նշանում է, կարող եք մաքսիմալ օգտագործել, եթե գործեր, ինչ-որ աշխատանքներ կան եւ այլն, բավականին ակտիվ եղեք, որովհետեւ Մերկուրին էլ դեռևս երկօրյակի նշան է, ինքը դա իր նշանն իր տունն է, ինքը բավականին ուժեղ է, այնպես որ ձեր հանդիպումները, խոսակցությունները եւ այլն, այդ ամենը կարող են շատ այդպես օգտակար լինել ձեզ այդ ժամանակահատվածը, այսինքն դեռևս մենք հունիս չենք ասել, հա, ես մայիսի մասին եմ ասում, որովհետև հունիսի 9-ին նոր մտնելու է Մերկուրին, իսկ Մարսը փաստորեն 17-ին դեռևս ժամանակ ունեք, եւ իհարկե կույսի նշանում այստեղ հնարավոր է, որ գիտեք, նրանք, ովքեր առողջական խնդիր ունեն, հնարավոր է գնան վիրահատության կամ որոշակի ներարկումներ եւ այլն, բոլոր դեպքերում լավ մասնագետի դեպքում դուք կարող եք ձեր խնդիրներից, առողջական խնդիրներից ազատվել ճիշտ քայլերի դեպքում, սա այսպես եւ խորհուրդ կտայի նաեւ որպեսզի դուք ձեր աշխատավայրում չգնա կոնֆլիկտի, ձեր ուրեմն ընկերների հետ, աշխատակիցների հետ չգնա կոնֆլիկտի, որովհետև հնարավոր է, որ դուրս գաք այդ կոնֆլիկտի շնորհիվ, պատճառով դուրս գաք
ուրեմն աշխատանքից կամ ուղղակի ձեզ հեռացնեն ոչ հավասարակշիռ պահվածքի համար, այնպես որ ուշադրություն դարձրեք, ուրեմն ձեր աշխատանքին, դա իհարկե ասացի հունիսի 17-ից սկսած մինչև օգոստոսի 6-ը, ահա, եւ շարժվենք առաջ 21-ին արևը կփոխի իր նշանը եւ կտեղավորվի ձեր 4-րդ տանը, այստեղ բոլորը հավաքվում են 4-րդ տանը եւ քննարկում եք թե արտերկրի, թե բնակարանի, թե անձնական կյանք, ընտանեկան թեմաներ, թե երեխաների թեմաներ, այսպիսի թեմաներ կքննարկվեն միանշանակ եւ 25-ին լուսինը այդպես շատ արագ գա եւ կհասնի արևին, որպեսի միանա արևի հետ եւ տեղի ունենա նորալուսինը, դա հունիսի 25-ին ժամը Հայաստանի ժամանակով 14:31:27 5 աստիճանով փաստորեն կլինի նորալուսինը Խեցգետնի նշանում եւ այստեղ տան բնակարանի այստեղ նոր սկիզբ է դրվում թե ապրելակերպի հետ կապված, ասենք երկիր եք գնում, թե այլ փաստաթղթեր նաեւ տվյալ երկրում ապրելու համար այստեղ նոր սկիզբ կդրվի, նաեւ ոմանք նոր բնակարան հնարավոր է տեղափոխվեն եւ ինչեւ է փոփոխություններ կլինեն եւ այստեղ փաստորեն նոր սկիզբ է դրվում, դա կարող է սկզբնական շրջանում այդպես փաստաթղթային լինել կամ այդպեսի միտք արկայծի եւ դուք դա որոշեք իրականացնել, ոմանք արդեն շատ կոնկրետ գործողություններ կարող են անել, բայց ինչպես ասացի, մինչև փորձեք մինչև 9 կամ 17-ը արդեն մինչև 9 որոշել եւ մինչև 17-ը իհարկե այդ գործունեությունը ծավալել, քանի դեռ Մարսը ձեզ համար շատ ավելի հարմար տեղում է գտնվում եւ նորալուսնից հետո անմիջապես 26-ին Մերկուրին արդեն դուրս կգա Խեցգետնի նշանից եւ կտեղավորվի առյուծի նշանում, այստեղ տեսնում ենք երեխայի հարցն է, երեխայի հարցը ոմանց մոտ կարող է լինել սիրո թեման միանշանակ, որովհետև դեռևս Վեներան գտնվում է շատ լավ վիճակում, իր նշանում է իր տանն է, սիրո թեման այսպես թե այնպես ինքը ակտիվ է եւ դրան է միանում նաեւ այն, որ Մերկուրին մտնում է առյուծի նշան եւս սիրո թեման, այսինքն այդ էներգիան բավականին շատ է եւ սիրուն վերաբերող հարցերը կարող եք հարթել, կարգավորել, ինչպես նաեւ այստեղ երեխայի թեման է կամ ձեր բիզնեսի թեման է, ինչևէ այսպեսի հարցեր կան կամ միգուցե մեկն ինչ որ միտեղ այնտեղ ունեք սիրած տղա կամ աղջիկ կամ այստեղ ունեք սիրած աղջիկ մեկնում եք մի խոսքով այսպիսի հարցեր կփորձեք պարզաբանել սիրելի խոյեր եւ ասցենդենտով խոյեր եւ ասեմ նաեւ տեսնում եք ձեզ համար ավելի շատ ասեցի երևի թե քան ավելի շատ մանրամասնեցի որտեղ ինձ խնդրել էին որ այդպես չանտեսեմ որ վերջինն է բայց նշանակություն չունի այո ճիշտ է գիտեք այդ առումով բնականաբար ճիշտ է բայց պարզապես գիտեք երբ նայում ես ու տեսնես ամենակիչ դիտումներն են որ իրանք միշտ վերջում են հասկանում ես որ ասեք շատ քչերին է հետաքրքրում հա այսպես շատ քիչ են հետաքրքրված դրա համար այդպես ուշադրություն չես դարձնում ինչ որ առումով էլ եւ դուք եք ճիշտ եւ ես եմ ճիշտ այսպես ինչեւէ ես փորձում եմ այս անգամ ուրեմն մանրամասնել եւ ձեզ ասեմ որ ասցենդենտով խոյեր եւ արևի նշանով խոյեր այստեղ ձեր ապագայի հանդեպ գիտեք ուշադիր պետք է լինեք պիտի հասկանաք ուրեմն խոյերը սա կարող է անդրադառնալ այդ եղջյուրների, խեցգետիների եւ կշերքների վրա, որ իրենք ինչ որ այդպես մթագնել է, համենայնպես հիմա այդ ժամանակներն են, որ մթագնել է իրենք չգիտեն ինչ քայլ անեն ապագայի հանդեպ գնալ, մնալ ամուսնանալ, բուժվել, մի խոսքով հետագան ինչ կլինի իրենց վիճակը, որտեղ են ապրելու, ում հետ են ապրելու, ինչպես են ապրելու, նման հարցեր կա, ուր են գնում, ինչ անեն, այսպես մութ, անորոշ, այսպես շղարշ է քաշված եւ իրենք թե իրենց մտքի, թե իրենց աչքերի առաջ դա փակված է եւ իրենք չեն կարողանում
ուրեմն կողմնորոշվել ինչ որ քայլեր անել մասնավորապես մարտյան 21-ից սկսվում է 2021-ից հիմնականում 21 նայած ինչ տարի այդ ժամանակ սկսվում է ուրեմն խոյը եւ այ հենց 21, 22, 23 հա հիմնականում այդ ժամանակահատվածում ծնված ուրեմն խոյերը եւ բնականաբար դա վերաբերում է սկզբնական ուրեմն այդ եղջյուրներին, սկզբնական խեցգետիններին եւ սկզբնական կշարքներին մասնավորապես, բայց հետագայում դա այս պահի համար, բայց հետագայում նաեւ իրենք միշտ կանգնելու են թե այն փաստի առաջ թե ինչ է լինելու իրենց ապագան, ինչպես է անելու եւ այլ ինչ որ մի ժամանակ անց իրենք նորից կկանգնեն, կարծես թե անընդհատ ինչ որ իրադարձություններ կլինեն ու իրենք կանգնելու են այդ փաստի առաջ, դրա համար ինչ ասեմ սիրելի խոյեր, ինքներդ որոշեք, երբ հայտնում եք ձեր անձնական քարտեզում, գիտեք, միգուցե այլ բաներ լինեն, ասենք դասավորություն այնպեսի լինի, որ դուք դա այդքան չզգաք, բայց մեծամասնությունը կզգա, միանշանակ մեծամասնությունը կզգա, դուք ձեր քարտեզը դուք որոշեք ինչ եք անում, ուզում եք ճանաչել ձեզ, թե չեք ուզում ճանաչել, ուզում եք հասկանալ ինչ է լինելու, ինչևէ դուք եք որոշում եւ ես կարծում եմ մանրամասնեցի օգտակար են խորհուրդները, այնպես որ կիսվեք նրանք ովքեր դիտում են գոնե դուք կիսվեք, եթե դիտումների քիչ են գոնե ասեն կարող է կիսվել, որովհետեւ ես հասկանամ նրանք ովքեր դիտում են, նրանք գոնե հետաքրքրված են եւ իրենց տպավորություններ կամ արդյոք ասենք հունիս ամսին այն ինչ որ ես խորհուրդ տվեցի, իրենք օգտագործեցին եւ դա իրենց համար եղավ օգտակար, նշեք եւ այդպես կիսվեք ձեր ուրեմն տպավորություններով կամ ասենք արդյոք կատարվեց, չկատարվեց կամ օգտակար եղավ թե չէ։ Ինչևէ, սիրելի խոյեր, այսքանը, լավ եղեք, կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։